Վերջին 4 տարվա ընթացքում բարենային թանկացումներ նկատել եք ու հատկապես ոչ մթերքներ եք առանձնացնեք։ Իհարկե անհնար է նկատելը ու առանձնացնելը հնարավոր չի, որովհետև ամեն ինչն է թանկացել։ Իհարկե պատճառները շատ են, բայց ցավոք առաջին պատճառը հենց ժողովրդի անտարբերությունն է, որը ոչ համապատասխան եւ իշխանություններին եւ օլիգարխներին այդ հնարավորությունը տալիս է ազատ գործելու ըստ իրենց քմահաճույքների։ Հայ ազգը ամբողջ կյանքում միշտ եղել է ֆոկուսնիկ։ Ինքը միշտ էլ անտրամաբանական, անմաթեմատիկական չբացատրվող հաշվարկների մեջ է։ Միշտ էլ այդպես եղել է ու այդպես հայի համար կշարունակի։ Զուտ խնդիրը նրանում է, որ մենք չենք սիրում պետություն ունենալ, մենք չենք կարևորում մեր պետությունը, մերը չենք համարում, ամեն մեկս մտածում ենք մեր չափով խապելու մասին, մեր չափով թալանելու մասին, համակարգ չենք սիրում ստեղծել։ Ու խնդիրը բոլորիս մեջ է, բոլորս ենք մեղավոր, ոչ թե միայն ընդդիմություն, իշխանություն կամ, չգիտեմ, պաշտոնյա կամ օլիգարխ կամ հարուստ, այլ բոլոր աղքատից մինչև գերագույն հարուստը կամ չգիտեմ ով։ Վերջին 1 տարվա ընթացքում թանկացումներ նկատել եք բարենային մթերքներում, հատկապես որ մթերքներ եք առանձնացնել։ Ընդհանրապես ես չեմ տանալով Տուրենով կամ կինս է, բայց քսանոր ռեպեջան շատ բաներ թանկացել է չի դերում։ Արդյոք ձեր եկամուտները աճում են, եկամուտ չի աճում, օրինակ սիգարետը շատ թանկացել է։ Դի գաստեն ես եմ առնող ընձի, դորից խաբար եմ, եկամուտ չէ ինչ պդի աջի, ուրախացել ենք ու հնի պդի թոշագը ավելմա, ես հանից։ Որքանով է հեշտ Գյումրիում աշխատանք գտնել այսօր, ընդհանրապես մարդկանց համար։ Աշխատող մարդը կգտնի, պդի աշխատանքին խնդրություն չտնես, եթե պետք է ես որ այդ գործը ենես։ Արդյոք առաջարկվող միջին աշխատավարձը բավարարում է նվազագույն կենցաղային ծախսերին, հատկապես որ ցածր է։ Ցածր է, ուրիշ բան չեմ ասել։ Աշխատավարձերի մասին է խոսքը։ Ցածր է։ Բայց չի բավականացնում։ Դե իհարկե, ինքան ամեն ինչ թանկ է, այդ ես կոմունալները թոշակը կամի Գորեդը կոմունալների գնուձում կպեսնենք, մանավան տեսցը, մերային սեզոնը։ Մեկս մեկով յոլակ իշտակ լավ է, սպես է լավ է։ Եդ իր աստված 10,000 թոշակը բացարձակ օգուտ չի տա, ավել լավ է մնար 5 կներով չբարձացնեին, Քաստը բարձրացրել են ու 10,000-ը հայեղած հաճեղա, նաբարոտ օգուտ չի տա, բալմե վնաս։ Իսկ աշխատանքը Գյումրիում այսօր հեշտ է գտնել ընդհանրապես։ Չէ, որ նաև արտադրություն չկա, գործարանք չկա, ով էլ որ մեկ գործը ձեռնարկ է, դղնի կարանք։ Տխախոդի թանկացումները մեկին մեկ թանկացել է։ Ինչ կա բունի, ծխեմ գե չեմ ծխե, շատ է թանկացե, աշխատավարձների համեմատ ընդհանրապես իրար չի բռնե։ Իսկ Շիրակի մարզում աշխատանք գտնելը հեշտ է Գյումրիում։ Չէ, շատ դժվար է։ Հետնել աշխատավարձը շատ քիչ է։ Այսօր շատ բողոքներ կա։ Արդյոք Գյումրիում առաջարկվող միջին աշխատավարձը բավարարում է նվազագույն կենցաղային ծախսերը հոգալուն, թե ցածր վարձատրությունն է հիմնական պատճառը։ Չէ, ընտանիքից մեր գույր է, հոգի պիտի աշխատի նոր կրնենան քիչ նորմալ ապրեն, թե չէ։ Թե չէ մեր հոգու աշխատավարձով հնարավոր չէ ապրել։ Վերջին 1 տարվա ընթացքում զգացել եք բարենային մթերքի թանկացումները։ Միսը, հացը, կրուպեղենը, հաղաքի բաներ են թանկացել, ես է թոշակառու եմ, երկրորդ կարգի էլ է։ Շատ կազդել, որ թոշակառու է աշխատանք չկա, շատ կազդել։ Արդյոք ձեր եկամուտները աճում են գների հետ։ Չէ, ոչ, չի աճում։ Իսկ Գյումրիում հեշտ է այսօր աշխատանք գտնելը։ Ոչ, հեշտ չէ։ Ցածր աշխատավարձը գնաճը Իրանի հետ էս կռիվները ավելի գնաճ կերնեն էլ է։ Կանը կրնամսանել է։